Մեզ համար շատ երջանիկ պահ է։ Երևի, եթե փոքր անդրադարձ անեմ, պատկերացրեք 35 տարի առաջ, 1991 թվականին, Սո Սարգսյանը Հրաչյա Գասպարյանի հետ իր շուրջ է համախմբում մի շարք լավագույն դերասանների Հայաստանի եւ ստեղծում թատրոն։ Թատրոնը գործում էր ժուրնալիստների միությունում։ Բացվում են Սանիտայի թաղապետը ներկայացումով, այդ օրն էլ այսպիսի ձյուն էր գալիս եւ կա դրա տեսագրությունը, թե ինչպես վառարանի մոտ կանգնած ասում են այսօր մեր տանկն էլ կրակեց եւ այլն, որովհետեւ հիշում եք այդ տարիները ինչքան ծանր էին Հայաստանի համար եւ դա երբ մշակույթը կա, ուրեմն երկիրը կա։ Եվ այդպես սկսվեց համազգային թատրոնը, որը ժուրնալիստների միությունում էր գործում։ Հետո հանգամանքների բերումով տեղափոխվեցին գրողների միություն, հետո գրողների միությունից տեղափոխվեց թատրոնը թատերական ինստիտուտ, ու այդպես դեգերում էր անverջ եւ այնինչ այսօր կատարվում է իսկապես հրաշք է եւ մեզ համար իսկապես շատ հուզիչ է։ Մենք նույնիսկ տեքստը ամեն անգամ գրելիս, որ թատրոնը 35 տարի սպասում էր իր շենքի, անverջ հուզվում ենք։ Եվ ինչպես Ֆաուստը ասում է, կանգ առ ակնթարթ, ինչքան սիրուն ես։ Մեզ համար իսկապես այս պահը անսահման գեղեցիկ է։ Եվ իհարկե պլանավորել ենք, ես նախ ուզում եմ շնորհակալություն ասել բոլորին, ովքեր այս 35 տարիների ընթացքում կանգնած են եղել կամ անցել են թատրոնի կողքով կամ հանդիսատես են եղել այս թատրոնում, դա հիմնադրից սկսած Սո Սարգսյանից, Հրաչյա Գասպարյան, Դավիթ Հակոբյան, բոլոր դերասանները, ովքեր խաղացել են, անգամ եթե ընդամենը թատերականացված ընթերցանության մեջ մի դերասան կարդացել է, կամ բոլոր հրավիրյալ բեմադրիչներ, կոմպոզիտորներ, երաժիշտներ, բոլոր տնօրենները, ովքեր այս ընթացքում նպաստել են թատրոնի շենքի կառուցման կամ էլ հակառակը խանգարել գուցե, բոլոր պետական այրերին, ովքեր աջակցել են եւ այսօր եկել է այսօր պատմական օր է դարձել մեզ համար եւ մենք այն սերունդն ենք, որոնք վայելում են այժմ այդ պահը։ Ուզում եմ իրենց բոլորին ասել շնորհակալություն, որովհետեւ բոլորս ներդրել ենք մեր քարը այս շենքի կառուցման պատի վրա։ Այդպես, որոշել ենք, որ թատրոնը պիտի բացվի առաջնախաղերով, ամեն ինչ պիտի նոր լինի, իհարկե հին ներկայացումներն պիտի ադապտացվեն այս բեմին, բայց այսօր սկսվում ենք Մետրլինկի Սուրբ Անտոնիոսի հրաշքը, ինչու այդ ներկայացումով, որովհետև թատրոնը ինքը հրաշք է եւ այդ ներկայացման մեջ թատրոնի մասին է եւ ուզում ենք պատմենք, թե ինչ հրաշք է թատրոնը, ինչ որ չափով նաեւ։ Նաև արխիվում ունենք ամենամեծ մեր թագուպսակ ներկայացումը Սիմոն Աբգարյանի Պենելոպեն, որը նույնպես փետրվարին է լինելու, այսինքն փետրվարին շուտով արդեն կդնենք խաղացանկը եւ հանդիսատեսը արդեն կտեսնի, 3 առաջնախաղ կա արդեն փետրվար ամսին։ Կլինի եւ Սուրբ Անտոնիոսի հրաշքը եւ Քարը, Երվանդ Քոչարի ստեղծագործությունների հիման վրա, Անդրանիկ Միքայելյանի բեմադրությունը եւ Սիմոն Աբգարյանի Պենելոպեն, որին անհամբեր ենք սպասում եւ Սիմոն Աբգարյանին եւ այդ ներկայացմանը։